Ծխախոտից վերջնական հրաժարումը բազմաթիվ ծխողներին թվում է անիրականանալի։ Այնուամենայնիվ ծխախոտից հրաժարվելը դժվար, սակայն անհնար բան չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ծխախոտին վերջնականապես հանձնվելու հիմքում ընկած են ծխող մարդկանց գիտակցության մեջ տարիներ շարունակ ամրապնդված տարբեր կարծրատիպերը։ Բազմաթիվ մարդիկ հստակ գիտակցում են, որ ծխելը առաջացնում է առողջական խնդիրների մի ամբողջ շարք, սակայն շարունակում են ծխել և դա հիմնավորում են տարբեր համոզմունքներով կամ մտածածին պնդումներով, որոնք տարիների ընթացքում վերածվում են կարծրատիպերի և թուլացնում ծխելը թողնելու շարժառիթները։ Ծխողները իրենց այդ կարծրատիպերին կարող են տարբեր անուններ տալ՝ ապացույցներ, հիմնավորումներ, արդարացումներ կամ պնդումներ, սակայն իրականում դրանք ոչ այլ ինչ են, քան ծխախոտից չհրաժարվելու սովորական պատրվակներ։ Բազմաթիվ ծխողներ քաջ գիտակցում են, որ ծխելը իրենց մոտ արդեն իսկ բարձրացրել է քաղցկեղների, դիաբետի, սրտանոթային և այլ քրոնիկ հիվանդությունների ռիսկը։ Նրանք սխալմամբ կարծում են, որ ծխախոտից ձերբազատվելը առողջության համար չի կարող որևէ օգուտ տալ և այլևս անիմաստ է։ Սակայն փաստերը վկայում են հակառակը։ Ծխախոտից հրաժարվելու արդեն իսկ առաջին րոպեներից սկսած օրգանիզմը սկսում է վերականգնվել և առողջանալ։ Դուք ինքներդ կզգաք, որ ծխելը դադարեցնելուց ընդամենը մի քանի օր հետո բարելավվել է ձեր շնչառությունը և վերականգնվել են համի և հոտառության զգացողությունները, իսկ ամիսներ և տարիներ անց սկսում է նվազել վաղ մահացության ռիսկը։ Այսպիսով օգուտ և իմաստ միշտ էլ կա։ Ի վերջո պետք չէ ծխախոտի պատճառով անտեսել կամ թույլ տվեք ասել արհամարհել ընտանիքի անդամներին, ընկերներին և նրանց առողջությունը։ Նույնիսկ եթե համոզված եք, որ չծխելը ձեզ օգուտ չի տալու, ինչու վնաս հասցնել հարազատներին, նրանց դարձնելով պասիվ ծխողներ։ Եվ ինչու ձեր երեխաների համար կամ տարիքով ծնողների համար սովորական դարձնել ծխով աղտոտված օդը, երկրորդային ծուխը։ Գիտաբժշկական տվյալները վկայում են, որ նիկոտինը ոչ թե փակում է ախորժակը, այլ խթանում է կալորիաների այրումը։ Ծխելը դադարեցնելուց հետո ավելորդ քաշ չկուտակելու համար պարզապես պետք է հիշել, որ այսուհետ ավելի քիչ էներգիայի կարիք ունեք։ Ընդամենը պետք է ձեր սննդակարգը հարմարեցնել նոր, առողջ պայմաններին։ Իհարկե կարող եք և ավելորդ կիլոգրամներ հավաքել, եթե ծխախոտը փոխարինեք սննդով։ Դրա փոխարեն ծխախոտից ձերբազատվելուց հետո անցեք քիչ կալորիա պարունակող առողջ սննդակարգի և ավելացրեք ձեր ֆիզիկական ակտիվությունը։ Ձեր համոզմունքներից անկախ գիտական փաստերը ապացուցում են, որ նիկոտինը չի հանգստացնում գլխուղեղը։ Հակումը բավարարելը բնավ ստրես հանդարտեցնել չէ։ Իսկ չեք նկատել, թե ինչպիսի վատ ստրեսով եք լցվում մինչև հերթական գլանակը այրելը։ Կամ րոպե առաջ ծխելու և ծխով հագենալու հակումը կարելի է համարել հանգստացող ուղեղի զգացում։ Իհարկե ոչ։ Չի բացառվում, որ չծխելու առաջին օրերին դյուրագրգիռ դառնաք, եթե ամբողջ ուշադրությունը սևեռեք այս զգացողության վրա։ Իհարկե դրանք նաև կարող են վերածվել իսկական մղձավանջի, սակայն դրա փոխարեն կարող եք ուղեղը այլ հարցերով զբաղեցնել։ Եթե դադարեցրել եք ծխելը և տանջվում եք հակումից, ծխելու ուժեղ ցանկությունից, հիշեք, որ սա բնավ անհաղթահարելի զգացում չէ։ Համբերեք 10 րոպե, մի քանի անգամ խոր շունչ քաշեք, զբոսնեք, զբաղվեք ձեր սիրած գործերով և ծխելու ցանկությունը աստիճանաբար կմարի։ Իհարկե խորհուրդ է տրվում ծխախոտից հրաժարվել կյանքի ոչ լարված և ստրեսով լի ժամանակաշրջանում, սակայն չարժի սա պատրվակ դարձնել և ծխելը դադարեցնելու փորձը անընդհատ հետաձգել։ Ծխախոտից ձերբազատվելու համար ընտրեք մոտակա օրերից մեկը։ Դա կարող է լինել ձեր աշխատանքային շաբաթվա կամ արձակուրդի սկիզբը։
Հիշեք, թե ինչի հետ եք դուք կապում ծխելը, սուրճ խմելը, գինետուն այցելելը, խնջույքը եւ այլն, եւ ընտրեք այնպիսի օր, որ կարողանաք խուսափել ծխելուն հրահրող այս գործոններից։ Տեղեկացրեք ձեր ընկերներին կամ գործընկերներին այն մասին, որ այլևս չեք ծխելու։ Սա կբարձրացնի հաջող փորձի հավանականությունը։ Նույն կերպ կարող եք նաև ծխող ընկերներին խնդրել, որ այսուհետ ձեզ ծխախոտ չառաջարկեն և ձեզ մոտ չծխեն։ Բազմաթիվ ծխողների համար ծխախոտը առօրյա կյանքի կարևոր բաղկացուցիչ մասն է։ Դուք կարող եք ձեզ համարել սոցիալական ծխող, եթե ծխում եք միայն ձեր ընկերների շրջապատում կամ միայն այն ժամանակ, երբ ձեր գործընկերների հետ ընդմիջում եք անում։ Իհարկե, սոցիալական ծխող լինելու կարգավիճակը կարծես ավելի լավ է, քան օրական 40 գլանակ ծխելը։ Սակայն հիշեք, որ վնաս է հասցնում ծխած յուրաքանչյուր մեկ հատիկ գլանակը և կարելի է ընկերներին հանդիպել ոչ թե ծխելու, այլ պարզապես շփվելու համար։ Որոշ մարդկանց համար գլանակը ձեռքում պահելը, այն վառելը կամ առաջին ծուխը ներս քաշելը կարող են թվալ գայթակղիչ կամ հաճույք պատճառող վիճակներ։ Այլ մարդիկ ծխելը դեռևս համարում են մոդայիկ, թեև վաղուց արդեն ծխախոտը կտրել է իր կապը նորաոճության հետ։ Դեռահասները կարող են թյուր կարծիք ունենալ, որ ծխախոտը թույլ է տալիս նրանց երևալ իրենց տարիքից ավելի մեծ, ուրեմն ավելի խելացի, համարձակ կամ անկախ։ Իրականում նշվածներից ոչ մեկն էլ ծխախոտի հետ կապ չունեն։ Խելացի լինելը այն է, երբ ձեզ և մյուսներին վնաս չեք հասցնում։ Ինքնավստահություն կարող ենք կոչել այն երևույթը, երբ դուք ձեր ղեկը վստահել եք անշունչ ծխախոտին։ Հիշեք, որ բազմաթիվ մարդկանց համար ծխող մարդը ինքնին արդեն հրապուրիչ չէ։ Դեղնած մատներ և եղունգներ, նույնիսկ հեռվից քթին խփող մազերից և հագուստից ծխի տհաճ վանող հոտ, գորշացած մաշկ, փայլը կորցրած դեղնած ատամնաշար, խոսելիս բերանից տհաճ դառնահոտ և այլն։ Մի՞թե սա մոդայիկ է։ Խնդիրներ սեռական կյանքում, հարուցված ծխախոտից, կամ այն, որ ձեզ համբուրելը նմանվում է մոխրամանը համբուրելուն։ Չեք կարծում, որ այստեղ ոչ մի հրապուրիչ բան չկա, եթե ոչ հակառակը։ Որոշ մարդիկ ասում են, ես չեմ կարող չծխել, քանի որ ծխախոտից կախված եմ։ Իհարկե, այս տողերի մեջ որոշակի ճշմարտություն կա, և վաղուց արդեն ծխախոտից կախվածությունը համարվում է այնպիսի ախտորոշում, ինչպիսին է օրինակ դիաբետը, և ոչ ոք չի պնդում, որ ծխախոտից հրաժարվելը հեշտ գործ է։ Սակայն ուղեղից ոչ մի րոպե մի հեռացրեք այն միտքը, որ անհնարին բան չկա։ Հաստատակամ որոշելու դեպքում կկարողանաք մեկ ընդմիշտ դեն նետել ծխախոտի գլանակը, սիգարը կամ ծխամորճը։ Ձեր որոշման հաստատակամությունը թույլ կտա, որ հաղթահարեք առաջին օրերին ի հայտ եկող, սակայն ժամանակավոր բնույթ կրող որոշ տհաճ երևույթները՝ դյուրագրգռություն, քնկոտություն, ուշադրության կենտրոնացման դժվարություններ և այլն։ Նման դեպքերում ձեր բժշկի խորհուրդները և սթրեսը կրճատող միջոցները կարող են բավականին օգտակար լինել։ Բոլոր դեպքերում, օր-օրի վրա այս անցանկալի նշանները իրենց տեղը կզիջեն ձեր նոր, առողջ կյանքի իրական հաճույքներին։ Առողջ եղեք, սիրելի բարեկամներ։ Վերջում չմոռանաք հավանել տեսանյութը, բաժանորդագրվել ալիքին և կիսվել ձեր ընկերների հետ։